Ձեզ ծերիներս մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Բhagavad-ը եւ այս պահին ուսումնասիրում ենք արարչագործությունը։ Տեսնում ենք, որ արիացիները իրենք, եթե հաշվի առնենք, թե երբ են գոյություն ունեցել եւ ինչպիսի պատմություն են մեզ հրամցնում գիտնականները, ապա այն ժամանակ, երբ որ համարվում էր, որ մարդկությունը ինքը չունի քաղաքակրթություն, համենայնդեպս չունի այնպիսի քաղաքակրթություն, որպեսզի խոսի այդպիսի բաների մասին, ինչի մասին որ խոսում են արիացիները, մենք տեսնում ենք, որ իրականում արիացիները իրենք բավականին գրագետ, բավականին հետաքրքիր մոտեցումներ ունեն ընդհանրապես արարչագործության սկզբունքների հետ կապված։ Եվ երեք մենք ձեզ հետ քննարկեցինք իրականում մի շատ կարևոր դրդություն, որը եթե մենք ընկալեցինք որպես Աստծո վերաբերմունք, որպես Աստծո կողմից տրամադրություն, ապա ինքը մեր մեջ պետք է շատ կարևոր փոփոխություն կատարեր։ Մենք միշտ խոսում ենք նրա մասին, որ արիացիների քաղաքակրթությունը դա առաքինի անձնավորությունների քաղաքակրթություն է, իսկ ընդհանրապես առաքինությունը ինքը կարող է առաջանալ միայն մի դեպքում, եթե կենդանիակը ինքը հետաքրքրվում է ճշմարտությամբ, իսկ իրական ճշմարտությունը կենդանիակի մոտ անպայման զարթեցնում է արդարության եւ բարիության թեման։ Արդարության թեման ինքը բարձրացվում է ագրեսիվ կենդանիակների նկատմամբ, որտեղ արդարությունը կայանում է նրանում, որպեսզի թույլ չտալ իրենց գործել բռնություն, եւ բարիությունը ինքը ուրեմն արտահայտվում է կամ կիրառվում է այն կենդանիակների հանդեպ, որոնք իրենք ունեն վատ ճակատագիր եւ դրա հետևանքով ցածր կյանքի պայմաններում են ծնվում։ Այս երկու վերաբերմունքից է, որի հիմքի վրա հնարավոր է երջանիկ կյանքը նյութական աշխարհում, որտեղ մեր գլխավոր նպատակը դա է, թե ինչպիսի հիմքերի վրա էին ընդհանրապես արիացիները կառուցում երջանիկ երջանիկ հասարակություն։ Երջանիկ հասարակությունը կարող է լինել միայն եւ միայն այն դեպքում, եթե արատավորները ռեալ պատժվում են, եթե պատժից հետո ռեալ վերափոխվում են, այսինքն ուղղակի օրինակ այն տեսքով, ինչ տեսքով որ մեկուսացնում են հանցագործներին մեր ժամանակներում, դա իրականում բացարձակ անիմաստ գործ է, որովհետև նույնիսկ, ասենք, ամենափոքր հանցանքը գործած անձնավորությունը հայտնվելով բանտում դառնում է իրական հանցագործ կամ հակառակը այնպես է ջարդվում, որ այլևս չի կարողանում ապրել նորմալ կյանքով, երբ որ դուրս է գալիս այդտեղից, եւ դա կատարվում է, այսպես ասենք, էլի համեմատած նրան, թե ինչպիսի հանցագործություններ են գործում մեր ժամանակներում իշխանավորների խավը եւ մնում են անպատիժ, ապա այդ հանցագործությունները դրանք ուղղակի չնչին են։ Ես միշտ պատմում եմ իմ աշակերտներին, դուք չգիտեմ, իմ սերունդը հաստատ կհիշի այդ բանի այդ պերիստրոյկայի ժամանակ, երբ որ սովետական միությունը իրականում փլուզվում էր խաղաղ մեխանիզմով, տեղի ունեցավ գոյություն ուներ այդպիսի մի հատ ծրագիր, ինքը կոչվում էր «Vzгляд», այսինքն հայացք, ու այդտեղ, ոնց որ համել նորությունների պակետ կար եւ մի անգամ այդպես այդտեղ ցույց տվեցին մի հատ Ռուսաստանում մի անձնավորության, որին 3 տարով դատապարտել էին ուրեմն բանտարկության նրա համար, որ ինքը ինչ որ մի շենքի երկրորդ հարկից դրսում սետկայով կախած հավեր կողացել։ Գիտեք, ես դա նայում եմ, ասում ջան, Աստվածամեժության դարաշրջանը ինչ абսուրդի հասած այլանդակություն է։ Այսինքն հենց այդ պահին, հենց այդ պահին, երբ որ փլուզվում էր սովետական միությունը, այսպես կոչված իշխանավորները փոխարեն ինչ որ ճիքեր գործադրեին, եթե նույնիսկ իրանք հետաքրքրված էին այդ պետության մեջ, չէ, որպեսզի փրկեն իրադրությունը, ուրեմն ամեն մեկը զբաղված էր միայն նրանով, թե այդ փլուզման ընթացքում ով ինչ կարող է կողոպտի։ Բայց մի հատ հավի համար, որը մարդը պարզ է, չէ, որ սովից էր արել,
Հասկանում եք, որ լավ կյանքից չէր գնացել հավ գողանալու, չէ։ 3 տարով մարդուն բանտարկեցին։ Եվ սա ինքը արդարությունից դուրս բաներ են, չէ։ Իհարկե, ասենք իրական հոգևոր մարդը աստվածամայրության դարաշրջանում իր այդ արդարության բաները, սպասումները, որտեղ կան սենտիմենտալ մարդիկ, որոնք իրենք այսպես էլի բան ամպագորգոր, ինչ-որ այսպես միշտ մշտական այդ գրգռված էմոցիաների մեջ են եւ ինչ են ուզում են հասնեն աստվածամայրության դարաշրջանում արդարության։ Մենք երբ որ մենք գրագետ չենք, չէ, մեր սպասումներն էլ իրենք բան են էլի սենտիմենտալ են, այսինքն արդարացված չեն, որովհետև երբ որ մարդը ինքը գիտի, թե ինքը ինչ դարաշրջանում է ապրում, իր մոտ այդպիսի հարցեր չեն առաջանում, հասկանում եք։ Ինքը շատ պարզ, շատ հասարակ գիտի, որ ինքը ապրում է մի հասարակության մեջ, մի ժամանակաշրջանում, որտեղ արդարություն սկզբունքորեն չի կարող լինի։ Հասկանում եք, եւ այստեղ մնում է ընդամենը մի խնդիր, կարողանալ անել այնպես, ապրել այնպես, որ ոչ մի գիշատիչ քո վրա չկենտրոնանա։ Իսկ ինքը երբ քո վրա չի կենտրոնանում, երբ որ դու հազիվ քաշ ես տալիս քո գոյությունը։ Հանկարծ եթե 5 միլիմետր դրանից ավելի ինչ-որ մի բան ունեցար, գիշատիչները հավաքվում են քո գլխին։ Բա իմ բաժինը, ոնց է, չէ, ասենք ժամանակակից աշխարհում ինչպես է, բա հարկայինի բաժինը, բա ռեկետիստի բաժինը, բա մյուսի բաժինը, բա ամեն մի տեղից վեր կացող իր բաժին է ուզում այնքան, մինչև որ զրոյացնի ընդհանրապես քեզ հաստատ իմանա, որ դու այնտեղ ինչ-որ ես ինչ ընդհանրապես արդարության մասին մեր դարաշրջանում խոսելը ավելնորդ է։ Եվ դա այդ խնդիրն է լուծում, որ սպասումներն են ճիշտ, հասկանում եք, և իրականում ուրեմն հոգևոր մարդը ինքը պետք է հասկանա, որ մեր դարաշրջանում ոչ արդարություն կա, ոչ բարիություն կա, ինչու համար, որովհետև ճշմարտության հանդեպ հակում չկա, որովհետև աստվածամերժ կենդանի էակները իրենք իրենց ներսում հենված են մի շատ պարզ բանաձևի վրա, իրենց համար, մեր համար բացարձակապես միևնույն է, թե մենք ում ինչպես կխաբենք, ում որտեղ ինչպիսի տառապանքներ կպատճառենք, մեր համար ամենակարևորը դա նա է, որպեսզի իրականացնենք մեր իղձերը։ Իսկ կենդանեակի ձգտումները նյութական աշխարհում միշտ նույնն են։ Ունենալ առավելություն ուրիշ կենդանեակների հանդեպ, որպեսզի ունենալ ավելի մեծ հնարավորություն, ուրեմն վայելել այս աշխարհը։ Եվ վերջ ուրիշ ոչ մի այդպիսի բան չկա։ Այսինքն նույնիսկ առաքինի անձնավորությունները իրանք նույնպես ձգտում են այդ նյութական երջանկությանը։ Բայց ինչպես մենք ձեզ հետ քննարկել ենք, այդտեղ մեթոդներն են ուրիշ։ Եվ որովհետև մենք քննարկում ենք հենց այդ տեսանկյունից, որ հասկանանք, թե ինչպիսի մեթոդներով էին արիացիները իրականացնում, ասենք բանը, որպեսզի երջանիկ լինի հասարակությունը, ապա հիմա Բհագավատամը ինքը քննարկում է այն գաղափարները, որոնք, եթե մենք կարողանում ենք ընկալել, մեր մոտեցումները արտաքին աշխարհին շատ փոխվում են։ Թեկուզ իրականում, այստեղ ոչ մի նոր բան չի ասվում։ Հիմա եթե ասենք դուրս գանք փողոց, ցանկացած մարդու կանգնացնենք, ասենք ինչ է բարիությունը։ Եվ այն ամեն ինչ որ ինքը մեզ կթվարկի, դա կլինի մի բան։ Կյանքը պետք է պահպանել։ Կյանքն է ամենաթանկ բանը։ Եվ թանկ է ոչ թե միայն քո կյանքը, այլ թանկ է նաև ուրիշների կյանքը։ Այնպիսի մարդ պիտի լինես, հա, որպեսզի կարողանաս նստես ինչ-որ գիտական, ուրեմն փորձարկում, գիտական ինչ-որ թեզեր առաջ քաշելու համար, փորձեր անելու համար, որպեսզի կարողանաս հասկանաս դու ճիշտ ես մտածում, թե չէ, դու պատրաստ ես կոնցլագերներ, որտեղ մարդկանց անասելի տառապանքների ենթարկես քո բժշկական փորձերը կատարելու համար, վերջում էլ այր ես։
գազով խեղտես, հետո այրես։ Հա, այդ ինչպեսի, այդ բանան ենք էլի, այդ դա է նշանակում, նու ամենավատ կատարումով աթեիստ գիտնական։ Հասկանում եք, ընդհանրապես այդ նյութապաշտությունը, չէ, ոչ թե նյութապաշտություն, այլ նյութական գիտակցության հիմքի մեջ, հիմքում, չէ, դրված է էգոիզմը։ Մենք բառ ենք ասում անցնում, բայց դա, եթե ուզում եք իմանալ, աշխարհում ամենասարսափելի բառն է, որովհետև ամեն մի այլանդակ, ամեն մի դաժան բան այս աշխարհում ծնվում է հենց այդ բառից։ Հասկանում եք, եւ իրականում սա ուրեմն շատ կարևոր կետ է։ Եվ երեք մենք ձեզ հետ քննարկեցինք, որ Շուկադեվը Գոսվամին խոսելով ոսկե սերմի մասին, ինքը իրականում հենց դա էր փոխանցում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամենաթանկը իր համար համարում է կյանքը, այսինքն կենդանի, այդ այստեղ կենդանի, ապրող, կենդանի գոյություն ունեցող կենդանի էակին, հա, եւ մի փոքր խոսեցինք տրամադրությունների մասին, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունն է ինքը իհարկե սենտիմենտալիստ չէ, եւ երբ որ ինքը արարում էր նյութական աշխարհը, ինքը շատ լավ հասկանում էր, թե կենդանի էակները այս նյութական աշխարհում իրար հետ ինչ են անելու։ Ինչպես տեսնում ենք, արիացիների տեսակետը խիստ տարբերվում է հրեաների պատկերացումներից այն հարցի շուրջ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արարեց կենդանեակներին ինչ են ասում, երանության համար, հետո այդտեղ մի հատ պրովոկացիա սարքեց ծառի հետ կապված, այդ պրովոկացիային ենթարկվեց կինը եւ դրա պատճառով Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուրեմն համ մի կողմից հայտարարվեց, որ կինը անուղեղ է, բայց մյուս կողմից ամբողջ մարդկության, արդեն նյութական աշխարհում բոլորը, ովքեր որտեղ մենակ մեր մոլորակը չի, չէ, բոլորը ովքեր որ գոյություն ունեն, հա, պարզվեց, որ պիտի պատասխան տային այդ հիմար կնոջ արած ինչ-որ մի հատ արարքից, հա։ Ուրեմն այստեղ ես կարող եմ ասել, որ նույնիսկ նյութական աշխարհում մենք շատ հաճախ հանդիպում ենք կանանց, որոնք իրենց բանականության մակարդակով շատ ավելի բարձր են պարզվում, քան որոշ տղամարդիկ։ Եվ ես միշտ ասում եմ, ես այսպես եմ խոսում ոչ թե որպես կին եմ, այլ ես կին եմ ծնվել, որպեսզի այս ամեն ինչը ասեմ։ Հասկանում եք։ Ուրեմն ինչի մասն է խոսքը, չէ, որ մենք կարող ենք տեսնել, որ կանայք նույնպես նույնիսկ հիմա այստեղ նյութական աշխարհում լինում են շատ ավելի բանական, քան որոշ տղամարդիկ, հա, եւ այս տեսանկյունից մենք վերջապես կարող ենք ունենալ պրետենզիա Աստծո հանդեպ։ Իսկ քեզ ով էր խնդրել կներեք այստեղ արդեն էլի, կնոջը ստեղծել հիմար, այդ հիմարության վրա մի հատ պրովոկացիա անել, հետո էլ այդ պրովոկացիայի պատճառով իրան, դա գիտեք ինչի նման է, հիմա մտքիս եկավ, ովքեր որ իմ սերունդից են եւ տեսել են բանը, Անժելիկա ֆիլմը, հա, անունը չեմ հիշում ֆիլմի էլի, այդ ֆրանսիական ֆիլմը, չէ, եթե հիշում եք, այնտեղ մի հատ այդպիսի էպիզոդ կար, երբ որ Անժելիկան ինքը հայտնվել էր Պարսիկ, ուրեմն դիվանագետի պալատում, չէ, եւ հիմա այդ Պարսիկը ինքը խնդիր ուներ, որպեսզի Անժելիկան իր վրայից շորերը հանի։ Եվ ինչ արեց, ինքը ստրկուհի ուտեր, ստրկուհին ինքը հյութ բերեց եւ թափեց, ոնց որ պատահական թափեց Անժելիկայի վրա։ Մի քիչ հետո ուրեմն Անժելիկային այդ ստրկուհուն այնտեղ մտրակահարում էին։ Ինչի համար, որովհետև այդ դեսպանի ականջը հաճույք էր ստանում այդ տառապանքի ձայներից։ Հա, եւ Անժելիկան իրան հարցնում է, ասում է, բայց չէ որ դու էիր հրաման տվել այս կնոջը, որպեսզի ինքը թափի այդ բանը իմ շորի վրա։ Ասում է, այո, բա հիմա ինչու համար ես մտրակում։ Այդպես է իր ճակատագիրը։ Հասկանում եք, այսպեսի մի բան է ստացվում, էլի, որ ինքը ամեն ինչ արեց։ Այսինքն կնոջը ստեղծեց անուղեղ, ծառը դրեց այնտեղ, հետո էլ ասեց, դե հիմա մի մոտեցի։ Հասկանում եք, տրամաբանություն չկա այդ ամեն ինչի մեջ, էլի, ոչ թե տրամաբանություն չկա, այդ ամեն ինչի մեջ Աստված դուրս է գալիս ինչ-որ մի հատ անհեթեթ անձնավորություն, որ ընդհանրապես
Նույնիսկ պատասխանատվություն չկրեց իր համար, էլի, որ ասեք մի վարքյան նստել, մտածել, ասել լսի, իսկական, այս ծառը ես ինչի համար ստեղ դրեցի։ Որպես պրովոկացիա, եթե որպես պրովոկացիա եմ դրել, այս կնոջը ինչի համար անուղեղ սարքեցի։ Այսինքն ես ինքս ինչ որ իրավիճակ ստեղծեցի, որտեղ այն ինչ որ տեղի է ունեցել, անխուսափելի էր։ Ուրեմն արի ես իմ սխալը ուղղեմ, կամ այս կնոջը խելացի դարձնեմ, կամ այս ծառը այստեղից անեմ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք լրիվ այլ կերպ են բացատրում, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը մենք տեսանք, թե ինքը ինչ փուլերով է անցնում, որպեսզի այ հասնի մինչև այդ արարչի մարմնավորմանը, հա, ինչ տրամադրություններով է անցնում, այսինքն մենք երեք խոսեցինք դրա մասին, որ եւ կենթանի էակն է տրանսֆորմացիաների ենթարկվում, որպեսզի ինքը այդ լույսի աշխարհից մտնի մթի աշխարհը, պատկերավոր ասած, հա, եւ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունն է ինքը տրանսֆորմացիաների ենթարկվում, որպեսզի կատարի կենթանի էակների ցանկությունը։ Իսկ իրաց ցանկությունը դա նա է, որ դու չկաս, վсё։ Սարքի տուր ու դու գնա։ Սա չէ նշանակում աթեիզմը։ Հասկանում եք, եւ այդ երբ որ կենթանի էակի պլատֆորման ինքը էգոիզմն է, դա միշտ նշանակում է, որ կենթանի էակը իր ցանկությունները իրականացնելուց ամեն ինչի պատրաստ է։ Եվ այսինքն սա իր հերթին նշանակում է, որ Աստված մեզ երբեք չի անիծել։ Ինչ արել ենք, մենք ենք արել։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արարելով նյութական աշխարհը շատ լավ հասկանում էր, թե մենք ինչ ենք անելու այս աշխարհի հետ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, հա, եւ հիմա ասենք կարդանք հաջորդ տեքստերը եւ շարունակենք մեր քննարկումը։ Երկնքից լսիր ինձանից 14-րդ տերքը։ Լսիր ինձանից, թե ինչպես է Գերագույն Տիրոջ էներգիան բաժանում վերը նկարագրված ամբողջականը 3 տեսակի էքսպանսիաների՝ իշխող էակների, ենթակա էակների եւ նյութական մարմինների։ Սա մենք կարդացել ենք 15-րդ տեքստ։ Երկնքից, որը գտնվում է արտահայտված Մահավիշնուի տրանսցենդենտալ մարմնում, առաջացան զգայարանների էներգիան, մենտալ ուժը, մարմնական ուժը, ինչպես նաև ողջ կյանքի ուժի աղբյուրի գումարը։ Հա, թեկեք ես մի հատ ռուսերեն կարդամ, որ ընկալեմ, հա։ Ինչ եմ կարդում։ Դե այդպես ինձ համար դժվար է։ Ուրեմն տեսնում ենք, որ արիացիները իրենք շարունակում են, այսինքն հիմա իրենք շարունակում են քննարկել, որն է հիմքը, չէ՞։ Հիմքը ինքը դա նա է, որ տեսեք արիացիները ինչ են հասկանում։ Իրենք ասում են, ամենասկզբում պետք է որ գոյություն ունենա ուղղակի նյութը։ Այս պնդումը ոչ մի բան ձեզ չի հիշացնում։ Այս մահատատվան, այս սկզբում պետք է տեղի ունենա նյութը։ Հետո, երբ որ կենթանի էակների գիտակցությունը, հա, բան է անում, երբ որ կենթանի էակների գիտակցությունը հպվում է նյութի հետ, այնտեղ սկսում են շարժվել գունաները։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ այդ նյութին կպնելով գիտակցությամբ կենթանի էակը ինքը այդ նյութը ինքը ենթարկվում է այն ֆորմաները, որը պիտի ստեղծվեն, նյութը ինքը ենթարկվում է գիտակցության բանին, էլի բնույթին, որոնք իրենք 3 գունաներում են, այսինքն թշնամանք տածող գիտակցություն, կրքերի մեջ այրվող գիտակցություն եւ բարիության եւ իմաստության մեջ գտնվող գիտակցություն, չէ՞։ Ուրեմն այդպիսի գիտակցություններով կենթանի էակները տատանում են այդ նյութը։ Հա, եւ հայտնվում է, այդ պիտի հիմա ձևավորվեն նյութական մարմինները, չէ՞։ Եվ այստեղ
մենք տեսնում ենք, թե եւ հիմա կտեսնենք եւ երրորդ երկում էլ կտեսնենք, թե ինչպիսի պատկերացում ունեին արիացիները այ կենդանի էակի եւ նյութական աշխարհի 4 տարերքների հետ կապված բաները ինչ մակարդակի էին իրանք հասկանում։ Ուրեմն հիմա այստեղ խոսվեց, որ նեբը, այսինքն երկինքը, դա միշտ նշանակում է տարածությունը, չէ՞, որը ինքը գտնվում է Գերագույն Աստծո անձնավորության տրանսցենդենտալ մարմնի մեջ, Մահավիշնուն դա է, նախասկզբնական արարիչն է, հա։ Հիմա տեսեք, ինչը առաջացավ, այ առաջինը ինչը առաջացավ, զգայարանների էներգիան, հա, տեսեք, դա դեռ հպում չկա տարերքների հետ, առաջացավ տարածության մեջ, առաջացավ իմինը էներգիան, ուրեմն զգայարանների էներգիան, որ անհրաժեշտություն կա տեսնել, լսել, հա, շոշափել, համ զգալ, չգիտեմ, խոսել եւ այլն, չէ՞, այսինքն հիմա զգայարանները իրանք պետք է առաջերտին պիտի զգայարաններ առաջանա, այս է, որ Գերագույն Աստծո անձնավորության մեջ այդ հիմա էփվում է, թե նյութական աշխարհը ինքը ինչպեսի պետք է լինի, չէ՞, ուրեմն սկզբում դա է, որ կենդանի էակները պետք է զգայարանների կարիք ունենան, առաջի թեման, այսինքն պիտի ունենան մարմին, որի միջոցով իրանք ընկալում են արտաքին աշխարհը, հասկանում եք, որովհետև տեսեք, որն է խնդիրը, հիմա իրանք ինչ են այստեղ քննարկում, իրանք քննարկում են այդ բանը, որ կենդանի էակը ինքը կորցրեց իր հոգևոր մարմինը գիտակցելու ունակությունը, չէ՞, ինչ եղավ, մեխանիկորեն ինքը եկավ, այդ հոգևոր մարմինը մոռացած, չէ, ինչի հաշվին մոռացավ, որտեղ խորասուզվեց լույսի մեջ, դարձավ պրոստը իր գիտակցությունը, մի հատ կետ, հիմա այդ կետը, որը կորցրել է իր հոգևոր մարմնի գիտակցությունը, պիտի մտնի նյութական աշխարհ, այսինքն իրան հիմա մի հատ նոր ապրտև, եթե ինքը կետ լինի, եկավ նյութական աշխարհու կետ է, բազմազանություն չի կարող լինի, հարաբերություններ չեն կարող լինել, ինքը ոչ մի զգայարան չունի, ինքը ուղղակի գիտակցություն է, այս է, որ իմպերսոնալիստները, գիտեք, որ այստեղ ասենք, եթե մենք խոսենք նրան մասին, որ իրանք տգետ են, չեն հասկանում, բանիսի մեջ, դա սխալ մոտեցում է, դա վիրավորանք է հասցված իմպերսոնալիստներին, իմպերսոնալիստները իրանք բավականին լուրջ անձնավորություններ են, բայց երբ որ իրանք խոսում են այդ կետի մասին, իրանք ասում են այն, ինչ որ իրանք տեսնում են, երբ որ իրանք հակառակ ճանապարհն են անցնում, չէ, այսինքն նյութական աշխարհից դուրս են գալի այդ լույսի մեջ, իրանք հենց այդպես էլ տեսնում են, որ բոլոր կենդանի էակները մի հատ կետ են եւ այդ կետը ունի գիտակցություն։ Հասկանում եք, տեսեք, այսինքն մեխանիկորեն, երբ որ կենդանի էակը ինքը հոգևոր աշխարհից ով է այսպիսի թեմաներով ընդհանրապես խոսում։ Ով, թող մեկը ռիսկանի կանգնի իմ առաջ, ասի այստեղ այսպիսի բաների մասին խոսացվում է։ Աշխարհում ոչ մի տեղ այս խոսակցությունները չկան։ Եվ տեսեք, ասենք, չէ, հիմա իրանք ինչ են ներկայացնում, որ ասենք այդ կենդանիակը ինքը պիտի կորցնի իր այդ գիտելիքը, որ ինքը հոգևոր մարմին ունի, որպեսզի կարողանա մտնի այդ նյութական աշխարհի իրականության մեջ։ Հասկանում եք, եւ իրանք ինչ են ասում, ասյո, մտավ լույսի մեջ, կորցրեց իր մարմինը, դարձավ մի հատ կետ։ Հիմա այդ կետը ինքը, որ եթե մտնի նյութական աշխարհ, դա ոչ մի բան չի, ինքը ոչ մի ցանկություն չի կարող իրականացնի, որտեղ ինքը ոչ մի զգայարան չունի, ինքը ոչ կարող է շարժվի, ոչ կարող է արտահայտվի, այսինքն մնաց միայն գիտակցությունը։ Նույնիսկ ես կասեի գիտակցության մի հատ շողը, հա, այն ոնց որ ենթադրենք հիմա, եթե լույսի առաջ փայտ տնենք, հա, ասենք սև գույնի ներկած փայտ, ու մի հատ ասեց ասեղի չափ ծակ անենք իր մեջ, այդ լույսի շողը, որ կընկնի այդ ասեղի ծակով, այդպիսի մի հատ բանով է մտնում կենդանի էակը նյութական աշխարհ։ Հիմա իրան պետք է ինչ-որ մի մարմին է պետք,
չէ, եւ այս է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը իր մեջ սկսում է ձևավորել, ուրեմն այ առաջինը ինչի հասկացողության, որ ինքը գալիս է, դա բան էլի պայմանականորեն ասեց, իրականում իրան պրոցեսներ պետք չի, որ ինքը ճոմի բան հասկանա։ Պրոստը ասում ենք, որ հասկացվի ինչի մասին է այստեղ խոսքը, չէ։ Ուրեմն առաջի բանը, որ դա նա է, որ կենդանիակին պետք են զգայարաններ։ Երկրորդը դա նա է, որ այդ մարմնի մեջ անպայման պետք է լինի միտք, այսինքն որն է միտքը, անպայման պետք է լինի մի օրգան, որի մեջ կենդանի էակը ձևավորում է ցանկություններ, կախված նրանից, թե այդ զգայարանների միջոցով ինչ կընկալի։ Հա? Հաջորդը, որը ինքը բան է, ինչի կարիքը ինքը պետք է ունենա, դա ֆիզիկական ուժն է։ Հասկանում եք, տեսեք, օրինակ ասենք, կախված կենդանիակի ճակատագրից կամ նրանից, թե ինքը ինչ է վաստակել, չէ, մենք տեսնում ենք, որ օրինակ ազնվորությունները իրանք վրոդի նույն մարմինն է, եւ մարդու, եւ կենդանիների, եւ բոլորի մարմնի մեջ, չէ, ասենք, վրոդի նույն մարմինն է, նույն ձեռքերն են, նույն ոտքերն են, բայց մեկը հզոր է, իսկ մյուսը անսահման թույլ, չէ, այսինքն ֆիզիկական ուժ ունի կամ չունի, հասկանում եք, եւ իրականում մենք չենք կարող միանշանակ ասել, որ ֆիզիկական ուժի առկայությունը ինքը առավելություն է։ Հա, ինչու՞։ Որովհետև այո, իհարկե, կան մարդիկ, որոնք իրանք ֆիզիկական ուժ են ունեցել, բայց ծնվել են ստրկատիրական հասարակության մեջ, եւ հենց այդ պատճառով, որ ուժեղ են եղել, փոխարինել են ձիերին, չէ, պալանքին, այդ որ մարդուն դնում էին այդ բանը, չգիտեմ հայերեն ոնց են ասում էլի, այդ որ մարդիկ են տանում քաղաքի մեջ բարձրաշխարհիկ մարդկանց, չէ, եւ տեսեք այդ ժամանակ իր ֆիզիկական ուժը իր պատիժն է, հասկանում եք, այսինքն ամեն բան այս նյութական աշխարհում ինքը կարող է դառնալ քո պատիժը, եթե քո ճակատագիրը լավը չի, եւ քո օրհնությունը, եթե լավն է։ Որովհետև թվում է, որ օրինակ ասենք գեղեցիկ կին լինելը, գեղեցիկ կնոջը բոլոր կանայք նախանձում են, չէ։ Եվ թվում է, որ գեղեցիկ կնոջ համար դասավորել իր կյանքը շատ ավելի հեշտ է, քան տգեղ։ Բայց դա այդպես չի։ Որովհետև գեղեցիկ կանայք կան, որոնք, եթե ես այսպես հայավարի ասեմ, հա, որոնք անտեր են, եւ եթե իրանք անտեր են, իրանց գեղեցկությունը, իրանց ամենամեծ պատիժն է, հա, որովհետև իրանց վրա են հավաքվում բոլոր տրփալից տղամարդիկ, որոնք ուզում են օգտվել այդ գեղեցկությունից, եւ այդպիսի կինը, որտեղ պաշտպանություն չունի, ընկնում է ձեռքից ձեռք եւ դառնում անբարոյական։ Հասկանում եք, եւ այդ դեպքում իր գեղեցկությունը իր պատիժն էր։ Բայց այո, եթե ինքը համ գեղեցիկ է եւ համ էլ կայացած ընտանիքի երեխա, այդ ժամանակ իր գեղեցկությունը իր առավելությունն է, որտեվ այդ արդեն հարուստների մեջ, չէ, պարզ է, որ մարդը, որը ինքը հարուստ է եւ գիտակցում է, որ դիմացինն էլ աղքատ չի, ինքը միշտ երկու աղջիկների մեջ կընտրի նրան, ով գեղեցիկ է։ Հարուստ է եւ գեղեցիկ, այսինքն տեր ունի եւ գեղեցիկ է։ Հասկանում եք, եւ նույնը ուժն է, բայց որ կենդանի էակը ինքը նյութական աշխարհում ուժի կարիք ունի, հա, այսինքն տեսեք հիմա, եւ այս է, այս երեք էլեմենտները ինքը բանարեց, չէ, որ սրանք բան են, անհրաժեշտ են, չէ, եւ ասեց, որ ինչպես արքայական, մի րոպե, ես մի հատ հայերեն նայեմ, ինչպես են թարգմանել են բառը, ինչպես թագավորի հետևորդները, չէ, բայց հետևորդները դա այն խոսքը չի, էլի, սվիտա, այն ազնվորությունները, որոնք թագավորին միշտ ուղղորդում են, հա, որտեղ արքան ինքը երբեք եւ ոչ միտեղ չի լինում մենակ, ինչու, որտեղ անվտանգության խնդիր կա։
կա անվտանգության խնդիր եւ հաջորդ խնդիրը։ Իր հետ միշտ պետք է լինեն այն ազնվորությունները, որոնք պետության մեջ տարբեր ճյուղերի համար պատասխանատու են, այսինքն իրանք ունեն ինֆորմացիա։ Եվ եթե հանկարծ ինչ-որ միտեղ, ասենք, թագավորը ինքը անցնելուց ինչ-որ մի խնդիր տեսնի, այդ խնդրի պատասխանատուն պիտի անմիջապես իր կողքը լինի, որովհետեւ ինքը շուտ գա, ասի, այսա ինչու է այսպես։ Կամ այսա ինչ է նշանակում։ Որովհետեւ մի հոգին ինքը չի կարող ղեկավարել ամեն ինչը, չէ՞։ Հասկանում եք, եւ հետեւաբար շատ կարեւոր այդ գործընթացները շատ կարեւոր են։ Հիմա մի րոպե, ես ուզում եք մի վարքյան մի հատ այդ սվիտաբարը նայեմ, հա։ Գուցե ավելի հետաքրքիր խոսք դուրս գա այստեղ։ Շքախումբը, այ, հասկանում եք։ Այդ շքախումբը, հա, այդ շքախումբը, որը իրան ուղղորդում է, չէ՞։ Այդպես էլ բոլոր կենդանի էակները իրանք կարողանում են շարժվել, երբ որ այդ բաների համընդհանուր գումարային էներգիան ինքը շարժման մեջ է։ Այսինքն երբ որ կա այդ օրենքը, այդ նյութի հետ կապված, չէ՞, որ երբ որ կենդանի էակները իրանք գիտակցությամբ կպնում են, այդ նյութը ինքը սկսում է շարժվել եւ համապատասխան այն կենդանի էակի, որը իր գիտակցությամբ կպավ, պատկերավոր ասած, այսպես պլաստիլինի նման ստացվում է մարմին, որը ինքը իզորու է գործել։ Հա, հիմա որ այդ նյութը ինքը այդպիսինն է, դա Գերագույն Աստծո ազնվորության կամքն է։ Այդ արարվեց նյութական աշխարհը։ Հասկացաք, չէ՞։ Եվ ասենք, երբ որ ինքը արդեն գտնում է, որ հիմա այս մի արարչագործությունը պիտի վերանա եւ նորը պիտի սկսվի, չէ՞, այդ ժամանակ այդ նյութը ինքը այլևս չի արձագանքում կենդանի էակի գիտակցության ոչ մի իմպուլսներին։ Հասկանում եք, ինչի մասին են հիմա խոսում իրականում արիացիները, հա։ Եվ այդ դա էր, որ հենց որ ինքը դադարում է գործել, կենդանի էակների բոլոր բաները, բոլոր գործողության ունակությունը ինքը զրոյանում է։ Հիմա մյուս կողմից մենք կարող ենք ասել, որ ամեն մի կենդանի էակ առանձին իր տեղում ինքը ունենում է իր արարչագործությունը եւ իր ոչնչացումը։ Դա կոչվում է ծնունդ եւ մահ։ Հա, եւ հիմա արիացիները դա են նկարագրում, որ այդ սերմը, որը երեք մենք քննարկեցինք, հա, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դնում է ինչ-որ մի հատ տեղ, կամ հողի մեջ, կամ ինչ-որ մի էքի արքանդի մեջ, կամ չգիտեմ, շատ տարբեր ձևեր կան, չէ՞, բեղմնավորվելու, այսինքն սերմը ստանալու, չէ՞, եւ այդ սերմի մեջ սկսում է ձևավորվել մարմին։ Զգայարաններ, դե ինչպիսի զգայարաններ պիտի ունենա։ Հասկանում եք, օրինակ, ես ճիշտ ասած չեմ հետևել, էլի։ Հիմա կարող է հիմա որ անջատեցի մի հատ նայեմ, հա, թե ինչպիսի է այդտեղ գիտական բաներ կան, առաջընթացներ կան, չէ՞, բայց օրինակ տեսեք, կա, ես դադարել եմ դա անել, երբ որ գիտությունը ինքը գտնվում էր այդ մակարդակում, որ հետազոտում էին արդյոք զգալ գիտի, այսինքն արդյոք զգայարաններ ունեն բուսականությունը։ Չէ՞, եւ ասենք սովորական փորձ է կատարվում, դրվում է 3 հատ ամառների մեջ 3 բույս։ Այսպես իրարից ամեն մեկը համարյա 1-1.5 մետր հեռու։ Մոտենում են այդ բույսերին 3 հոգի։ Բույսերի վրա էլեկտրոններ են միացած, չէ՞։ Մեկը մոտենում է բույսի ջարդում է, այնտեղ այդ բանը, այսպես տատանումներ է տալի։ Մեկը գալիս է լուր կանգնում է։ Եվ իր այդ բանը ոնց կար, տենց էլ այսպես մի գիծ է նկարում, չէ՞։ Մյուսը մոտենում է եւ սկսում է բույսին հաճելի բաներ ասել։
Եվ ինքը ոչ թե այսպես է անում, այլ այսպես հանգիստ ալիքաձև գիծ է գծում։ Այսինքն իր համար հաճելի է։ Հիմա կարող եք ասել բույսը ինքը ձայնը ոնց լսեց կամ ցավը ինչով ընկալեց։ Դա երբ որ իրան ջարդեցին, չէ՞ որտեվ այդ փորձի հաջորդ բանը կանում էր նրանով, որ մի քանի օր հետո այդ նույն 3 մարդը մոտենում են նույն բույսերին։ Հա? Եվ այն բույսը, որին ջարդել էին, այս անգամ մարդը մոտենում է եւ ոչինչ չի անում։ Բայց բույսը այնպիսի ռեակցիա է տալիս, որ հասկացվում է, որ ինքը ճանաչեց, որ սա իրան վնաս տվողն էր։ Չէ՞ օրինակ ասենք ես միշտ ասում եմ, հիմա կակրաս այդ ժամանակն է, երբ որ գալիս է գարունը, չէ, եւ մարդիկ, ովքեր փոքրիկ այգիներ ունեն, կամ ինչու՞ չէ, մարդիկ էլ կան, որ բավականին մեծ այգիներ ունեն, ուրեմն այդ այգիները իրանք այ ամեն անգամ, երբ որ մտնում ես հողամաս, օրինակ անձամբ ես ինձ զգում եմ մի հատ, չգիտեմ, ահավոր դաժան անձնավորություն, որ այսպես գալիս է գենոցիդ անելու։ Հատկապես երբ որ դու զգում ես, որ ասենք ամեն մի բույսը ինքը զգում է, ինքը կենդանի էակ է, ինքը ռեակցիա է տալիս, հա, եւ դու փաստացի հիմա եկել ես, ասենք 20, 30, 50 այդպիսի կենդանի էակի զրկում ես կյանքից, որպեսզի ինչ որ մի հատ ծաղիկ տնկես։ Ինչու համար, որտեվ դա սիրուն է։ Հանցագործը ինձ զգում ինձ համար ամենածանր ժամանակը իմ կյանքի մեջ դա գարունն է, երբ որ ես ինչ-որ պարտականություններ ունեմ կախված այգիների հետ, որովհետև շատ դժվար է այդ բաները անել, հասկանում եք, ինչ համար, իրանք զգայարան ունեն, բայց արտաքինից մենք չենք կարող ասել, չէ, որ իրանք աչք ունեն, ունք ունեն կամ եսի բիչ ունեն, բայց փաստացի հետազոտությունները ցույց են տալիս, որ իրանք զգայարան ունեն եւ կարողանում են ճանաչել, հա, հիմա ուրեմն ինչ է, գալիս է այնտեղ, որ վերջնականում իրանք զգում են բանը, չէ, դաշտը, բիոդաշտ, այսինքն ինչ հաճախականության ալիքներ են քո մեջից դուրս գալիս, ագրեսիվ, անտարբեր, թե սիրո։ Հասկանում եք, եւ այսպիսի բաների մասին արիացիները խոսում են, որ իրանք այդ ամեն ինչը գիտակցում են, չէ՞։ Ու հիմա տեսեք, երբ որ խոսվում է մարմնի մասին, չէ՞, դա է քննարկում, որ ասենք ամեն անձնավորություն էլ իր հերթին, չէ՞, տեսեք, եթե մենք ասում ենք կա վերածնունդ, մենք ինչ ենք ասում, որ կա այդ նույն տիեզերք ստեղծելու եւ տիեզերք ավիրելու գործընթացը։ Եվ մենք էլ, երբ որ գալիս է ժամանակ, ոնց որ ինչ սկզբունքով է որոշվում, որ անձնավորությունը ինքը պիտի մահանա, չէ՞, այդ սկզբունքով էլ որոշվում է, թե ինքը հետո դորից ինչպիսինը պիտի ծնվի։ Այդ տիեզերքը ինքը հենց այդ նույն բանով է, исчерпал свой смысл, հա? Այսինքն ինչի համար որ արարված էր այս տիեզերքը, այդ ամեն ինչը տեղի ունեցավ, հիմա ինքը պետք է վերանա եւ տիեզերքը պետք է արարվի ինչ որ մի հատ ոնց որ կոպիտ ասած ուրիշ բանի համար։ Ոնց որ կենդանի էակը, չէ, երբ որ ինքը ասենք ծնունդ է ունենում, այսօր ինքը արարվեց։ Ու արարվեց այս սկզբունքներով, ունի ֆիզիկական մարմին, զգայարաններ, որոնց շնորհիվ ինքը կարողանում է ընկալել արտաքին աշխարհը եւ միտք, որը ինքը վերջնականում այդ իր անկալածը ինչ որ զգայարանները իմպուլսներ են ուղարկում, միտքն է որ դարձրեց բան ֆորմա։ Հասկանում եք? Եվ ձևավորեց վերաբերմունք։ Ուզում եմ, չեմ ուզում, դուրս է գալիս, դուրս չի գալիս։ Չէ՞։ Այստեղ բանականությունը չքննարկվեց, որտեղ իրականում այդ իմաստով հիմա դեռ քննարկվում են այն էլեմենտները, որոնց միջոցով կենդանիակը ինքը մարմին է ձեռք բերում եւ այդ մարմնով ինչ որ մի բան անելու հնարավորությունը։ Ուրեմն զգայարաններ, որոնց հիմքի վրա ձևավորվում է մարմինը, հա, միտք, որի հիմքի վրա ձևավորվում է ցանկությունը, ինչու է ինքը հենց այդ էլեմենտը վերցնում։ Տեսեք, ինչ են հասկանում արիացիները, որ այս աշխարհի շարժիչ ուժը դա ցանկությունն է։
Հասկանում եք, ինչերի մասին էին, ինչերից էին իրանք տեղյակ եւ ինչպիսի անալիզներ էին անում։ Եվ հաջորդը դա ֆիզիկական ուժն է։ Ինչ է, այսինքն ֆիզիկական ուժը դա մենակ այս մկաների ուժը չի էլի, դա այն հնարավորություններն է, որը ունի մարմինը։ Մարմին կա, որի զգայարանը ինքը տաղանդավոր է։ Չէ, օրինակ տեսեք, եթե դուք ուշադիր եք եղել, չէ, ապա անպայման նկատել եք, որ այս աշխարհում կա 3 երևույթ, հա? Առաջինը դա նա է, որ ազնվորությունը ինքը ունի շատ ճկուն տաղանդավոր միտք։ Եվ ինքը կարող է հանճարեղ բաներ ունենա, հանճարեղ իդեի, մտահղացումներ ունենա, հա? Եվ այդ դրա հետ միասին ունի ահավոր անտաղանդ ձեռքեր։ Եվ այն ամենագեղեցիկ մտահղացումը, եթե ինքը իրականացնի, եթե մարդը ինքը նուրբ չի, որ մտահղացումը գնահատի, ապա այդ փնթիությանը, երբ որ նայի, ուղղակի սիրտը կխառնի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հակառակը, կան կենդանիակներ, որոնք իրանք կատարողներ են, այսինքն իրանք կարող է եւ ինչ որ հանճարեղ մտահղացումներ չունեն, բայց շատ տաղանդավոր ձեռքեր ունեն։ Եվ եթե մենք իրանց բացատրենք մեր մտահղացումը, իրանք իդեալական այդ մտահղացումը կիրականացնեն։ Չէ՞։ Եվ գոյություն ունեն երրորդ կարգի մարդիկ։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ այդ կարգի է իմ ամուսինը։ Ինքը այդպիսի ազնվորություն է։ Երրորդ կարգի մարդիկ են, որոնք են դրանք, որ իրենք եւ մտկով են տաղանդավոր, այսինքն կարող են շատ արդյունավետ, շատ հետաքրքիր մտահղացումներ ունենան եւ տաղանդավոր ձեռքեր ունեն, այսինքն տաղանդավոր զգայարաններ ունեն, որի միջոցով այդ իրանց մեջ եղածը կարող են իդեալական որակի, ուրեմն պատրաստել։ Չէ, այդ 3 տիպի մարդիկ կան, որոնց մոտ այդ ունակությունները դրա համար այս վերջինը, որ ֆիզիկական ուժն է պետք, չէ, այդ ուժը ինքը մենակ մկանը չի, դա մարմնի տաղանդն է, հասկանում եք, այդ չեմ կարողանում, հասկանում եք, ինչի մասն եմ խոսում, օրինակ մարդը ինքը կարողանում է ձեռքերով, ձեռքերը այնպես շարժի, օրինակ, եթե կնոջ օրինակ բերեմ, չէ, օրինակ իմ ամուսինը ինքը էլեկտրոնիկայով է շատ սիրում զբաղվել, հա, եւ ինքը օրինակ իմ աղջկա բանը, քավորը, կնունքի քավորը ինքը բան է, ոսկերիչ էր։ Ոսկերիչ է, իմ հայր կա, Մոսկվայում է ուղարկի։ Հա, ինքը ուրեմն ոսկերիչ է։ Եվ այդպես մի անգամ ամուսնուս մոտ եկավ, ասեց, լսի, խնդրում եմ, էլի ինձ համար մի հատ բորկ սարքես, այդ օրինակ այդ փոր բենիսի ինչ են անում, բան։ Իմ ամուսինը դրեց սարքեց։ Ես որ իբր տեսա, գիտեք ինչ է, այնպեսի բացեց, որ ձեռքը տեր վերցնում, այն ոնց ենք ասում, ոնց որ ձեռք կպած չլներ։ Այս ուրեմն մեր քավորը վերցրեց, ուրախացավ, բայց ինձ սիրուն է, բայց ինչ լավն է, միացրեց, տեսավ, որ ամենը զոր է, ինչքան որ իրան պետք է։ Всё, շատ լավ է ամեն ինչը։ Վերցրեց ուրախ տարավ։ Մի որոշ ժամանակ հետո եկավ իմ կյանքում ամենատարօրինակ խնդրանքով, որը ես լսել էի։ Եկավ ասում լսի Սաշ, դու կարաս այդ բորը նենց սարքես էլի, որ աշխատել լինի։ Այս բորին որ նայում ես, չես ուզում կպնես, որ հանգած չփճանա։ Դες պրոստը մի հատ մատոր վերցու, վրան մի հատ բան դիր ու տուր ինձ էլի։ Հասկացաք։ Այսինքն այ մարդիկ կան, որոնց ձեռք, եթե կանացի օրինակ վերեմ, չէ, օրինակ գիտել ինքը ձեռքերով ինչ է անում, գործում է, չէ, կամ ասենք, չգիտեմ, կարում է, ինչ որ մի բաներ է անում, չէ, ու կանայք կան, որ եթե ինքը գործի ու իր գործածը հագնի, այնչու մի հատ փնթիության բան կա դրա վրա, չէ, ու մի անգամից երևում է, որ դա ձեռքի, այսպես էլի, ոչ պրոֆեսիոնալ ձեռքի գործ է։ Եվ կանայք կան, որ իրանք կարող են այնպես գործել, որ պրակտիկորեն չտարբերես մեքենայի գործածից։ Հասկանում եք, այսինքն տաղանդավոր ձեռքեր ունեն։ Այս սա է։
Այդ ֆիզիկական ուժը դա համել այդ մարմնի տաղանդն է, որը իհարկե կախված է կենդանեակի ճակատագրից, այսինքն թե ինքը ինչ է վաստակել։ Եվ համապատասխան այդ բոլոր զգայարաններն է ստանում, չէ՞։ Հիմա Եվ այդ դա է, որ տեսեք օրինակ ասենք, երբ որ այս մարմինը ինքը ծնվում է, չէ, ինքը ունի ինչ-որ մի հատ նախասահմանում, ինչ-որ պրոցեսներ, որտեղ վերջնական նպատակը ո՞րն է նյութական աշխարհի։ Վերջնական նպատակը դա կենդանեակին նյութական աշխարհից դուրս բերելն է, չէ։ Գերագույն Աստծո անձնավորությունը հոգևոր կյանք ինչի համար է տալիս նյութական աշխարհում։ Դրա համար, որպեսզի կենդանեակին դուրս բերի նյութական աշխարհից, չէ։ Եվ դա է իր վերջնական նպատակը, այն որ մենք քննարկում ենք, չէ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը, ասենք կենդանեակը ունի իր կամքը, թե ինքը ինչի համար է գալիս նյութական աշխարհ։ Բայց Գերագույն Աստծո անձնավորությունը կենդանեակի կամքի վրա նստածնում է իր կամքը։ Կենդանեակը գալիս է որպեսզի Աստծուց անկախ վայելի իր կյանքը, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ հնարավորությունը ստեղծում է, որպեսզի կենդանեակը ինքը համոզվի, որ վայելքը չի ստացվում եւ վերադառնա հոգեվոր աշխարհ։ Այսինքն ինքը մտավ էգոիզմի պլատֆորմա, ապրեց էգոիստների հետ, տեսավ թե էգոիստները իրար հետ ինչ են անում, ինչպեսի դժողքի է վերածվում աշխարհը, հա, եւ այստեղը հասավ, ինքը սկսեց ճանապարհը այստեղից դուրս գալու։ Այդ դուրս գալու Գերագույն Աստծո անձնավորությունը ձեռք է մեկնում որպես հոգևոր ճանապարհ։ Սա էլ իր կամքն է, չէ՞։ Հիմա երբ որ ամեն անգամ, երբ որ կենդանեակը ինքը նոր մարմին է ստանում, դա կամ իր դեգրադացիայի մարմինն է, այսինքն ինքը անցյալ կյանքերում այնպիսի բաներ է արել, որ հիմա պիտի այդ դեգրադացիա ավելի վատ մարմին ստանա, ավելի վատ պայմաններում հայտնվի, ինչի համար, մինչև կհասկանա վատ բաներ անելը ուրիշ կենդանեակների հետ լավ չի։ Всё։ Հասկանում եք։ Եվ ուրեմն երբ որ արդեն ինքը սկսում է վերելքը, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը օգնության ձեռք է, չէ՞, մեկնում կենդանեակին, եւ տեսեք, երբ որ այդ մի կյանքի համար նախատեսված կամ պատիժը կամ զարգացման process-ը ինքը ավարտվում է, այն խնդիրը, որը քո վրա դրած էր այս կյանքում, չէ՞, օրինակ նրանք ովքեր որ բան են անում, ասենք ճակատա մատրիցա բաներ էլի թվագիտությամբ են զբաղվում, իրենք շատ լավ գիտեն, չէ, որ թվագիտության այդ առաջի հնարավորությունը, որը դու անում ես ամենաառաջի անալիզով, դու դա ես կարողանում, չէ, բարձրաբանես։ Թե որն է այն գլխավոր խնդիրը, որը դու այս կյանքում պիտի լուծես։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր, ահավոր կարևոր խնդիր է, որովհետև երբ դու դա կարողանում ես իմանալ, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը 100 տեղ բան բացկասկի հուշումներ է դրել, հա, որի միջոցով անձնավորություն մարդիկ իրենք կարող են իմանալ, թե իրանց ինչ է սպասվում ընդհանրապես։ Հասկանում եք, սիրելի դերս, չէ՞։ Եվ ուրեմն այդ ճանապարհով կենդանեակը, երբ որ ինքը գնում է, գալիս է մի պահ, որ այս մարմինը դարձավ անիմաստ, այսինքն այն ինչ որ պիտի արվեր այս մարմնի մեջ, կամ արվեց, կամ արդեն անհույս ոչ։ Երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տեսնում է, որ всё, այն ինչ որ այս կենդանեակը ինչի վրա որ պիտի աշխատեր, ինքը չուզեց աշխատի, չուզեց զարգանա, այլ հակառակը ավելի դեգրադացվում է, չէ՞։ Ինքը համբերատար սպասում է։ Այստեղ մի հատ պեչատ դրեց, որ ես օրինակ ասենք մեր դեպքում այստեղ մի հատ կնիկ դրեց, որ ես արժանի չեմ մարդկային մարմին, այնտեղ մի հատ կնիկ դրեց, որ ես իրականում կենդանու գիտակցություն ունեմ, այստեղ, այնտեղ, եւ որ այդ ամեն ինչը ավարտվեց, վերջնական տեսք ստացավ, այդ անձնավորությունը ինքը մահանում է, գնում է դժոխք, հետո կենդանական աշխարհ։ Всё, մարդկային մարմինը քո ինչի՞ է պետք, որովհետեւ մարդկային մարմինը դա մենակ կենդանու նման ապրելը չի, ուտել, պաշտպանվել, բազմանալ, հասկանում եք։ Մենակ դա չի,
Մարդկային մարմինը ինքը ընտրության մարմինն է, որտեղ կենդանիակը ինքը այդ հայտարարությունն է անում Գերագույն Աստծո ազնվորությանը, թե ինքը ինչ որոշում է ընդունել, ինքը կենդանու մարմնի է արժանի, թե կամ նորից մարդկային, կամ արդեն ավելի բարձր։ Այսինքն սա է այն մարմինը, դրա համար են շուտ գրվածքները արիացիները իրենք շատ են կարևորում մարդկային մարմինը, որտեղ իրանք ասում են, այո, այնտեղ դժոխայինն է, այստեղ դրախտայինը, դրանք երկուսը արդյունք են։ Իսկ այդ արդյունքները գալիս են մարդկային մարմնի մեջ։ Այսինքն սա ընտրության մարմին է։ Չէ, եւ համապատասխան դրան, այո, հենց որ այս մարմինը ինքը դառնում է անիմաստ, կենդանիակը ինքը մահանում է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այդ սա շատ կարևոր բաներ են, որը մենք պետք է հասկանանք եւ այո, կենդանիակներ, ամեն մի կենդանիակ էլ իր հերթին այդ նույն process-ը անցնում է։ Արարչագործություն, ուրեմն գործելու ուժ եւ մահ։ Ոչնչացում։ Հաջորդ կյանքում նոր խնդիր։ Եվ նույն բանը տեղի է ունենում եւ դիեզերական մասշտաբով։ Այս դրա մասին էր ուրեմն այսօրվա մեր տեքստերը։ Եվ այսօր ասկայնու սիրելիներս, մնացածը կքննարկենք վաղը։ Ստեսություն ձեզ։